նշեցիք, որ հավանաբար այդ նկարում Ռուբեն Վարդանյանը նայում էր իր դեմ ցուցմունք տվողներին, ծանոթացել եք ցուցմունքի հետ։ Եվ ո՞րն է ձեր տպավորությունը ընդհանուր, հիմա բերում են երկու հայ, չեմ վախենա ասել, այնտեղ ոչ բանտարկված, բայց էլի գերիների ցուցմունքներ, եւ ընդհանուր սա ինչին է ուղղված ձեր կարծիքով։ Դուք նաև ձեր հարցին պատասխանեցիք։ Մարդիկ գտնվում են Բաքվի ճշմարիտ, չգիտեմ ինչ ճշմարիտ տակ մարդիկ ինչ են ասում։ Ամեն մեկը չի կարող այդ ողբանգությունը ունենալ եւ պահել իրեն արժանացել։ Ես խնդիր չեմ տեսնում։ Ամենևին այդ մարդկանց ցուցմունքով չէ, որ աշխարհը հասկանում է, որ դա Բաքվում է տեղի։ Ալիև ինչ բեմականացում ուզում է կարող է անել, աշխարհը դա է։ Ուղղակի Ռուբեն, դա իմ անձնական տպավորությունն է, ուղղակի դրան իմանալ, որտեղ նա մեծահոգի է, նա հասկանում է, խղճում է, կարեկցում է այդ մարդուն, որ այդ վիճակում է հայտնվել, որ նման բան է։ Ամենևին, ես միշտ ասել ու պիտի պնդեմ նորից շատ լավ առիթ է հիշեցրեցին։ Եկեք որոշենք չքննարկել, առավելևս չքննադատել Բաքվի բանտում որևէ մեկի ասած որևէ խոսք, հայորդի խոսք։ Ով ուզում է լինի, նույնիսկ եթե նիշան լինի, կարծեմ անունը նիշան։ Ինձ ամենևին չէ, մարդիկ Բաքվում են գտնվում, դուք պատվիացել ու գտել մեկ ինչ կանել, ես չգիտեմ։ Եկեք հարգենք ինքներս մեզ ու դադարենք հայցը կուլ տալ Ադրբեջանի ու քննարկել, քննադատել այնտեղ գտնվող մարդկանց խոսքը, արարքը։ Հետևաբար մենք պիտի ամուր լինենք, այո իմանանք, որ մեզ սադրում են Ադրբեջանից եւ մենք մեր անելիքի հետևից գնանք։ Դու պիտի վերադարձնես 23 հայ գերիներին, առնվազն այդքանին, որոնք հայ։ Եթե ամփոփենք, դուք դադարեցնում եք հացակումը այսօր եւ պահանջում եք առաջին հերթին, որպեսզի հանրությունը ակտիվ լինի եւ պահանջատեր լինի միջազգային կառույցներից եւ կառավարությունից, այդպես կարող ենք ասել։ Դե պահանջել հանրությունից մեծ ասված, ես շատ հույս ունեմ, որովհետեւ մեզ բազմաթիվ մարդիկ են մտածել, շատերն են գրում, մի ահռել ու ասում են ինչ անեն։ Ես գիտեմ, որ ասում են, կփորձեն անել, ուզում են որ ահա անեն, ուզում են որ չմոռանան, որովհետև կրկնում եմ, նրանք ամեն օր են Բաքվի բանտում։ Եթե մենք օրը մեկ խոսք գրենք իրենց մասին, ողողենք համացանցը իրենց նկարներով, սթափվելու են, հավատացնում եմ ձեզ, ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Նրանք վախենալու են այս օրակարգից, եթե նույնիսկ տնից դուրս չգան ու ով չի հարմարեցնում գալ, թող դա անեն։ Գալը իհարկե շատ ավելի ազդեցիկ է, բայց հարգանքով բոլորի կենցաղային հարցերին։ Այդ օրը ստատուս գրեք։ Այդ օրը տարբեր իշխանականների կամ մասնավորապես գլխավորի ստատուսների տակ դրեք այդ մարդկանց նկարները, թող նա տեսնի, որ չի ազատվելու այս հարցից, սա իր օրակարգը պիտի դառնա։ Եվ այդ դեպքում մենք Իսկ ինչ ակնկալիք ունեք հասարակության մասնակցության հետ, ասացիք, որ բազմաթիվ այցեր են, դա է, չէ՞ կարևոր։ Ես ուզում եմ լիահույս լինել։ Բոլոր հիմքեր ունեմ այդպեսին չլինելու, բայց պիտի լինի, որովհետև ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր դեմքը, մենք պիտի չնմանվենք այս իշխանություններին, պահանջենք մեր որդիներին, հայ ժողովուրդը արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, դարի խորքից եկել ենք, մենք այսպեսին չենք, մենք ինչ հակատալում ես, ես ուզում եմ այդ անտարբերությունը, լավ, այո, ամենքս գործ ունենք, Ես այդ մասին չեմ ասում, ես ասում եմ մի մոռացեք այս մարդկանց, գեթ մեկ անգամ օրը մի մոռացեք եւ ցույց տվեք աշխարհին, որ չեք ներելու իրենց, եթե Բաքվի բանտում հայ գերին։